հա որ տեսնել Օրնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ ելինս է Սուրբ Երիցիան քո Եգեսցի արքայություն քո Երիցին կամ քո որպես հերկինս եւ հերկրի ըս հաց մեր անաբաժոր դուր մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց բարդաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ բերգյազ մեզի չարե զիքո արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս ամեն Աստվածամորը լաղոթենք ողջույն քեզ Մարիամ լիշնորոք Տեր ընդ քեզ օրնյալ ես դու իկանայս Եվ օրնյալ է պտուղ որովայնի քո Հիսուս սրբուհի Մարիամ Մայր Աստուծո բարեխոսյա վասն մեր մեղավորացս այժմ եւ իժամու մահվան մերո ամեն Սրբույի Աստվածամայր բարեխոսիր մեզ համար այսօր որպեսզի մեր այս հանդիպումը լինի օգտակար բոլորիս համար կարողանանք խորհրդածելով աստվածային ճշմարտությունների մասին առավել հարստանանք հոգեվոր ապրումով եւ գիտելիքներով եւ մանավանդ սիրով Աստուծո հանդեպ քո մայրական բարեխոսությամբ եւ առաջնորդությամբ Սուրբ Ղևոնդյանք աղոթեք մեզ համար բարեխոսեցեք որպեսզի ձեր խանդավառությամբ ձեր նախանձախնդրությամբ մշտապես կարողանանք վկայել մեր հավատքի համար ամեն Բարի երեկո Բարի երեկո Ահա Անայինն է բարի երեկո Գոհալի Հիսուս Եղեցի միշտեվանաբաս Կներեք խոսեմ հա ես կուզեմ այսօր հատուկ իմ եւ մեր ինձ թվում է բոլորը մեր ծիրով կհամաձայնվեն բոլորիս անունից շնորհավորել մեր բոլոր քահանաների հոգեվորականների տոնը Սրբազանի գլխավորությամբ հոգեվոր տիրոջ գլխավորությամբ թող Աստված ձեզ առողջություն տա օրհնի ձեր բոլոր գործերը բեղուն առաքելություն տա Շատ Աստծուց օրհնված բարի հովիվներ բոլորդ Շնորհակալություն մեր բոլոր քահանաների համար ձեր աղոթքները շատ կարևոր են քահանաների համար Աստված միշտ բարի գործերով ձեզի օրհնե Շնորհակալություն Դուք էլ աղոթեք մեզ համար որ միշտ կարողանանք մեր կոչմանը հավատարիմ լինել եւ կարևոր երկրորդականից կարողանանք միշտ տարբերել սա էլ շատ էական է աղոթքի ժամանակ խմբին պիտի հիշեցնեմ որ այսօր այս տոնն է հատուկ աղոթենք մեր եկեղեցու եւ հոգեվորականների համար Ընտրեցինք Ղևոնդյանների բարեխոսությունը քիչ առաջ աղոթքով Ղևոնդյան քահանայից ձեզ բոլորիդ համար եւ մեր քահանաների համար անշուշտ Ուրեմն քանի հոգի կա հիմա միացած 14 ես եւ Լիլիթը միասին 14-13 Այսօր մենք ունենք մի քանի նոր անձինք, 4 անձինք Լիլիթ արդյոք իրանք միացել են տեղյակ ես այս համարները ես անուններով էսպես չեմ բայել ինձ մոտ Որոնք էին որ Այս վերջի այսօր որ ուղարկեցի 4 Վրաստանի համայնքներից Ես եմ միացել Մեկը Լարան է Բարև ձեզ Մեկը Սվետան չգիտեմ միացել է Սվետան չկա ու ինձանից ժամ էր հարցրել Արտյոմն էլ չկա Արտյոմ Բերիկյան, Լարա ու Աննա Եփրիկյան չկա չի միացել Տիկին Սուսաննային էլ դուք էիք ավելացրել բայց խմբին միացած է ինքը Հա դուք էիք հենց խմբին միացրել ես նայեցի արդեն կար Շատ լավ եկեք այսօր ուրեմն դարձյալ աշխատենք որ հիմա 10 րոպե անցավ աշխատենք որ մինչև մաքսիմում 9:30 վերջացնենք 40 մաքսիմում 50 րոպե տևի ուրեմն այսօր ինչ եմ ես ձեզ համար նախատեսել Անցած անգամ խոսեցինք աղոթքի մասին, հիշում եք, բայց ես մի այսպիսի լավ առաջարկ ունեմ ձեզ, նախ կիսեմ ձեր էկրանների վրա, որպեսզի տեսնեք, արդյոք
բացեց պարզ քրիստոնեական մանուկների համար, տեսնում եք։ Այո։ Այո, երևում է։ Տեսնում եք։ Շատ լավ։ Ես ուրեմն սա պատրաստել եմ թարգմանաբար մի քիչ էլ փոխելով այս You Cut for Kids կոչվող ուրեմն ձեռնարկից, որը երեխաների համար է պատրաստված, այս You Cut հիմնադրամի կողմից է։ Եվ շատ լավն է, պարզ է, սա երևի 2-3 տարի առաջ եմ պատրաստել, եթե ոչ շուտ չեմ հիշում արդեն։ Հիմա նորից դրա վրա աշխատում եմ եւ սա մենք կդարձնենք դասագիրք երեխաների համար։ Եկեք մի պահ անջատեմ ձեզ ցույց տալ այդ դասագիրքը ինչի է նման, բայց դրա հայացված ձևը մենք բան կանենք ուրեմն ունենանք հավանաբար, ուրեմն տեսեք, սա այդ ձեռնարկն է, որից ոչ թե թարգմանություն է բառացի, այլ հայացրել եմ, այսպես ասենք, այս գիրքն է, մեկ վայրկյան։ Ահա։ Այստեղ ինչ կանով կերևա, ասենք օրինակ, հա, ենթադրենք։ Ինքը շատ լավն է նկարներով եւ այլն, այսպես հարցու պատասխանով է հարց, պատասխան, բացատրություն եւ նկարներ են, ինքը անիմացիայի նման է, անիմացիոն նկարներ կան, ֆոտոներ կան, այսպես գեղեցիկ շատ հետաքրքիր երեխաների համար, ոչ միայն ուրեմն լուրջ նկարներ, այլ այսպես հումորային նկարներ կան։ Նմանատիպ մի բան մտածում ենք, որ հայերեն լեզվով էլ պատրաստենք։ Հիմա այս տեքստերը, հարցու պատասխանը ես բոլորը մինչև վերջ ես ամբողջ գիրքը թարգմանած ունեմ։ Մի քիչ փոխած տեքստերը, հա, մենք փորձենք հիմա սրանով եւ PowerPoint եմ սարքել, այսինքն Power slide-ներով, որպեսզի կարողանանք ցույց տալ երեխաներին։ Ես մի քանի տեղ համայնքներում սրանով պարապել եմ իրանց հետ երեխեքի, բայց միայն սա քիչ է, այսինքն սրա հետ պետք է նաեւ լրացուցիչ Ունակ ինչ է անում Սուրբ գրքի պատմությունները, մուլտֆիլմերը, վերջին նկարահանումները, գիրք գրոցը դա է ցույց տալիս 20 րոպե հետևողությունը, քննարկում ենք 10 րոպե եւ հետո այս պարզ դասընթացներով էինք շարժվում առաջ։ Հիմա ես այս բոլորը PowerPoint-ով պատրաստած ունեմ, ես կարող եմ տամ ձեզ, ովքեր որ արդեն աշխատում եք երեխաների հետ, որ օգտագործեք մինչև այդ գրքերը հրատարակվեն եւ պատրաստների։ Հիմա մեր կանոններից մեկին, որ շատ լավ է նկարելուց, խնդրել եմ, որ ինքը նկարազարդումը անի եւ մի քիչ այսպես հումորային ուրախ նաեւ անիմացիոն նկարներով, որ երեխաների համար հետաքրքիր լինի։ Իսկ մինչեւ այդ գրքի պատրաստելը մենք այս հարցերով փորձենք արագ անցնել։ Կարող է շատ པարզ լինի ձեզ համար, հա, դա էլ կերևա, արդյոք գիտեք թե չէ, սա քննություն չէ, սա ուղղակի հարց ու պատասխաններ են։ Եվ մենք փորձենք հələ նախ դուք էլ կտեսնեք ձեր գիտելիքները եւ կթարմացնեք եւ այս շարքը հանձնելուց հետո նորից մենք այս բոլորը կանցնենք մի քիչ ավելի խորացված եւ բարդ ձևով։ Ճիշտ է, դուք այս կուրսը անցել եք, գոնե կեսը, հա, բայց մենք նորից այս ամենի միջով պետք է անցնենք։ Հիմա սկսենք այս պարզ մակարդակից։ Եվ վերջում եթե հավանեք, ես կուղարկեմ ձեզ, որ դուք երեխաների հետ աշխատեք, ովքեր որ սկսել են, կամ ձեր մոտ ունենաք հետո աշխատելու համար։ Հիմա ինչ է սա։ Այսպես հարցը կա, հարցի մասին մտածում են երեխաները, եւ շատ իրենց հետաքրքիր է եղել սա միշտ։ 5-10 րոպե մտածում են, տարբեր պատասխաններ են տալիս, վերջում բացում է պատասխանը, հա։ Ինչպես է սկիզբ առել աշխարհը եւ կյանքը։ Պիտի խնդրեմ, որ բոլորդ ակտիվ մասնակցեք եւ պատասխանեք այս հարցերին, հա, ձեր կարծիքները նաեւ ասեք։ Սրանք པարզ հարցեր են, նույն առաջին, ինչպես է սկիզբ առել աշխարհը եւ կյանքը, ով կարող է ասել։ Աշխարհը սկիզբ է առել, երբ Աստված ստեղծել է ըստ օրերի աշխարհի ստեղծումը, որ կարդում ենք Ծննդոց գրքի հենց առաջին էջերի մեջ։ Ուրեմն Աստված է ստեղծել աշխարհը, ճիշտ է։ Եվ կյանքը։ Այո, կյանքը նույնպես։ Աստված է ստեղծել ամեն բան։ Համաձայն են մյուսները։ Ստեղծել է պատասխանը պիտի տա։ Շատ է, սա շատ պարզ է։ Ուրեմն ամեն ինչ սկիզբ է առել Աստծուց, Աստված է ստեղծել աշխարհը եւ կյանքը։ Մեկ վայրկյան։ Հաջորդը, մի քիչ նաև սա մեկնաբանություն, ուրեմն այս հարցին, երբ դեռևս ոչինչ գոյություն չուներ տիեզերքում, նույնիսկ ոչ մի հատիկ փոշի կամ միջատ,
Եվ չկար ոչ մի կենդանի արարած, գոյություն ուներ միայն Աստված։ Եվ նա ամբողջ աշխարհը ամեն ինչ ստեղծեց իր իմաստությամբ եւ խոսքով։ Տեսեք ինչ հակիրճ, կարճ նկարագրություն է երեխաների համար, կարծեմ 8-9 տարեկան երեխաների համար շատ հասկանալի եւ ընկալելի է, բայց անշուշտ պետք է նաեւ որոշակի ուղեկցող բացատրություն։ Ուրեմն երբ դեռ ոչինչ տիեզերքում գոյություն չուներ, նույնիսկ ոչ մի հատիկ փոշի կամ միջատ, նկատի ունենք, որ ոչ մի նյութ գոյություն չուներ, որովհետեւ հաճախ կա այսպեսի մի սխալ, որ նույնիսկ կրոնի ուսուցիչները կարող են մտածել, որ Աստված աշխարհը ստեղծել է ինչ որ մի պատրաստի նյութից, հա, կոմունիստները ասում են մատերիա, չէ՞, մատերիալիստները այդպես ասենք։ Ոչ մի նյութ մատերիա գոյություն չի ունեցել։ Աստված աշխարհը ստեղծել է ոչնչից, այսինքն ոչ մի բան գոյություն չուներ։ Եվ Աստված ամեն ինչ ստեղծել է իր խոսքով եւ իմաստությամբ, անշուշտ, ահա, լսում եմ ասեք։ Ուրեմն հենց այս հարցին, որ անդրադառնում եմ, շատ անգամներ եղել, բնական է երեխեքները նստած են դասարանում սեղանների շուրջ, ասում եմ, այս սեղանը պիտի պատրաստենք, ինչ է պետք երեխաներ, մտածել եմ տալիս մոտիվացիա։ Եթե փայտ չունենանք, ենթադրենք մեխե գործիքները, նյութը, գործիքները, եթե չունենանք կպատրաստենք, չէ, տանում եմ դրանք խոսքս։ Լավ, եթե նյութերը ունենք, ինչ որ պետք է, գործիքներն ունենք, բայց ժամանակ չեն տա, մեզ միանգամից ասում են արագ պատրաստ է, հնարավոր է, չէ, ժամանակ է պետք։ Ուրեմն մարդը երբ որ մի բան պատրաստում է, նյութեր է պետք, գործիքներ, ժամանակ։ Իսկ Աստված ասում էր թող լինի եւ իր մեծագույն իմաստությամբ լինում էր ինչ որ ուզում էր։ Ուրեմն Աստված ոչնչից է պատրաստում, իսկ մարդը պիտի գործիքներով, նյութերով, ժամանակով այդ ամենը սարքի պատրաստի, իսկ Աստված ստեղծողն է, արարիչն է ոչնչից։ Ու շատ պատկերավոր է երեխեքի մոտ միշտ դա տպավորվել։ Երեխեքի համար դա մի քիչ абստրակտ է, շատ դժվար է իրանց համար հասկանալ, մեծերի համար է դժվար ու իմաց որ երեխաների համար, բայց իրանք մի բան պետք է մենք կարողանանք երեխեքին բացատրել, որ նաև մեր մեջ էլ պետք է հստակ լինի, որ ամեն ինչից առաջ, նույնիսկ տարածությունից եւ ժամանակից առաջ, այսինքն մենք ծնվում ենք տարածության եւ ժամանակի մեջ։ Մենք չկա մի պահ, որ մենք կարողանանք ժամանակից դուրս գալ կամ տարածությունից, ճիշտ է, ոնց որ հայտնված լինենք հոսող անընդհատ հարափոխող գետի մեջ։ Մենք չենք կարող դրանից դուրս գալ, բայց Աստված այս ամեն ինչից առաջ է եղել, ինքն է սկզբնավորողը եւ ժամանակի, առաջին տիկ-տակը ժամանակի առաջին վարկյանը, այդ վարկյանից առաջ էլ Աստված գոյություն ուներ հավիտենապես։ Եթե այս գաղափարը կարողանանք երեխեքին բացատրել, արդեն մեծ հաղթանակ կլինի, որովհետեւ դժվար է սա, անավանդ 8-9 տարեկան երեխայի համար այս վերացական մտածողությունը, երբ որ դեռ ձևավորված չէ, զուտ գաղափարական մտածողություն, իրանք ամեն ինչ փորձառությամբ են դեռ ընկալում։ Մեզանից շատ-շատերն են, ովքեր մանավանդ կոմունիստական դաստիարակություն են, ամեն ինչ փորձառությամբ ենք փորձում, նյութական աշխարհի մեջ ենք ընկալում։ Ժամանակից տարածությունից դուրս գալը շատ բարդ է։ Պետք է այսպիսի բաներով բացատրել, որ նույնիսկ փոշի գոյություն չուներ, նույնիսկ ժամանակի մեկ վարկյանը դեռ չկար, դրանից առաջ Աստված գոյություն ուներ եւ ինքը ամեն ինչին սկիզբ տվեց։ Ուրեմն, որպես դրան օժանդակ հատված այս մասը կարելի այս համարը ընթերցել Աստվածաշնչի։ Ահա։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն անձև ու անկազմ էր եւ խավար էր տիրում անհունի վրա։ Եվ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Սա առաջին տողերն են ընդհանրապես Աստվածաշնչի։ Այստեղ գրված չէ, որ խոսքով ստեղծեց, բայց եկեղեցու ավանդությունը, հայրերի մեկնաբանությունը միշտ այդպիսին է եղել։ Առաջին խոսքը, որ Աստված ասաց արարչագործության ժամանակ ո՞րն էր, ով կարող է ասել։ Թող լինի։ Ինչ լինի։ Լույսը։ Լույս, եղիցի լույս։ Առաջին խոսքը, որ Աստված խոսեց, եղիցի լույսն է, հաջորդ համարը դա է։ Թող լույս լինի եւ ստեղծվեց, կարող ենք ասել, լույսը խավարի մեջ, բայց դա արևի լույսը չէր, ոչ էլ լուսնի լույսը, որտեվ արեգակն ու լուսինը ստեղծվեցին միայն 4-րդ օրը։ Հա դա ուրիշ լույս էր։ Դրա մասին հետո կխոսենք։ Ուրեմն այստեղ այս տողերը
Փաստում է, որ ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, ամեն ինչ դեռ անձևան կազմ էր, խավար էր եւ Աստծո հոգին էր, որ ջրերի վրա շրջում, սա էլ հետաքրքիր է, ուրեմն այս տողերի մեկնաբանությունը եւ այդ Աստծո հոգին է, որ կարգավորում է ամեն բան, հոգին եւ խոսքը։ Լավ, եկեք անցնենք առաջ, ու սա կարելի է կարդալ այս տողերը։ Տեր Հովսեփ, մի հարց Կարող եմ տամ, քանի նկարել չենք նաև, անցել ահա, առաջ, եթե կարելի է։ ահա, Տեսեք, մենք ասում ենք, որ Աստված ստեղծել է աշխարհը ոչ մի բանից, բայց նաև Աստվածաշնչում գրված է, որ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Այսինքն, երբ ինքը սկսել է ստեղծել, մինչև այդ ջուր է եղել։ Այդ մի քիչ չեն Չէ, հակասում տես, իրար։ նայ, Աստվածաշնչի այս բառերը, խոսքերը չպետք է հասկանալ, ընդունել որպես պատմական ժամանակագրություն կամ արձանագրություն հստակ հերթականությամբ, հա, այդպիսի տեքստ չի այս ծննդոց գրքի տեքստը, դա պետք է ընկալել որպես մի բանաստեղծական ձևով գրված Պոեզիա։ շարադրանք, որը խոսում է ճշմարտության մասին, բայց բանաստեղծության լեզվով եւ այդ ժամանակվա մարդկային մտածողությանը հասանելի եւ հարիր լեզվով, այսինքն սա եթե գրվել է մեզանից մոտավորապես 3.5-4 հազար տարի առաջ, հա, ուրեմն այդ ժամանակվա մարդու մտածողությունը դիցաբանական մտածողություն էր, կամ ինքը մտածում էր պատկերներով, ժայռապատկերներով, դիցաբանական պատմություններով, էպոսներով, օրինակ այդ ժամանակ նույն այդ ժամանակի պատմությունը Գիլգամեշի էպոսը, ասենք Բաբելոնի Միջագետքի այս հայտնի էպոսը, ուրեմն այն ժամանակվա, այո, շումերո-աքադական քաղաքակրթության այդ մտածողության ձևերին հարիր ձևով է գրված, որտեղ այդ մշակույթը, Միջագետքի մշակույթը նաև ազդել է Պաղեստինի մշակույթի վրա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Աբրահամը սերում էր քաղդեացիների երկրից, Ուր քաղաքից, այսինքն նույն շումերո-աքադական բաբելական հետո նաև մշակույթի կրողն էր քաղաքակրթության եւ նաև իր ընտանիքը, որ եկավ։ Իրենք սկիզբ տվեցին, ուրեմն ամբողջ սուրբ գրային այս ավանդությանը, թե ըստ ավանդության գրի արել Մովսեսը, բայց իհարկե սա միայն ավանդություն է, որտեղ այդ առաջին 5 գրքերի վրա աշխատել են շատ հեղինակներ, բայց վերագրվում է ավանդաբար Մովսեսին։ Այս մասին հավանաբար Հայր Անտոնը խոսել է եւ ես էլ առանձին ունեմ ուրեմն որոշ մեկնաբանության փորձեր։ Եկեք սրա մեջ չխորանանք, այս տեքստը մեզ ուղղակի ասում են պարզ բան, որ ամեն ինչ ստեղծվել է Աստծո կողմից։ Աստված ամեն ինչի տերն է, կյանքը ծագում է նրանից։ Իսկ այս ջուրը, այս խոսքերից չի նշանակում, որ ջրերը կային։ Այս ջրերը կարող էին լինել, հա, եթե այդ տրամաբանության մոտենանք երկրի մեջ։ Եթե ստեղծել է երկինքն ու երկիրը, ջրերը անջատ չէին երկինքից ու երկրից։ Եկեք առաջ անցնենք, ինչու ես գոյություն ունեմ, որն է իմ գոյության կյանքի նպատակ, իմաստը, ով կարող է ասել։ Աստծուն ծառայելը։ Էլ ինչ պատասխաններ կան։ Երբ ամառը դաս էի անում, երեխաներին այսպես էի բացատրում, ասում էի Աստված հոգին մեզ համար հոգի է ստեղծում եւ նվիրում, ու մեր կյանքի նպատակը պետք է լինի այդ հոգին անվտանգ նորից հանձնել իրեն, առանց կեղտոտելու։ Այսինքն ոչ թե որ դառնա դժոխքի բաժին, այլ նորից գնա իր մոտ։ Ինձ թվում է երեխաները ամենից լավ կհասկանան, եթե այն կապենք սիրով հետ։ Ինչպես են իրեն պապան, մաման իրեն սիրում, ինքը ինչպես է սիրում։ Այդ սերը ճանաչելու համար է գալիս այս աշխարհ մարդը։ Դա իմ խոսքը չի, դա Դաստոևսկու խոսքն է։ Այսինքն մարդը ապրում է գոյություն ունի սիրելու համար, մեկ, երկրորդ Մենք գոյություն ունենք Աստծո կամքը կատարելու համար, չնայած Եվան այդ ուխտը դրժեց, սակայն առհասարակ մարդը գոյություն ունի, որ Աստծո կամքը կատարի։ Աստծո կամքը կատարելու համար, ասեցինք, նաև Աստծուն ծառայելու համար, այո, կամքը կատարել ծառայել սիրել, Աստծո մասին, հա, տարածենք իր մասին լուրերը։
տարածենք իմասին վերենք, հետո Բայց Աստծո կամքը կատարելը ոչ թե Աստծո համար է, այլ Աստծո կամքը կատարելը մարդու համար է տրված։ Աստված է մարդուն տալիս, որպեսզի մարդը երջանիկ լինի, ոչ թե մարդը ստեղծված է, որպեսզի կատարի Աստծո կամքը։ համամիտ եք Տիկին Կարինեի հետ։ Ես ասեմ, Այո, այդ տարիքի փոքրերի համար ես կասեի մենք գոյություն ունենք, որովհետև Աստծո որդիներն ենք, ինչպես որ մեր ծնողների զավակն ենք, մեր ծնողները եւ բոլոր մարդիկ Աստծո զավակներն են։ անշուշտ բոլոր պատասխանները ճիշտ են, բայց այնպիսի պատասխան պետք է կարողանանք տալ, որտեղ լիարժեք ձևով մարդու կյանքի իմաստը արտահայտված լինի։ Այսինքն մարդու կյանքի իմաստը ո՞րն է ի վերջո, ինչ ենք մենք ապրում։ Բայց այնտեղ մեր աղոթքում Աստծո կամքը, որ ասում է եղեցի կամքը քո, Աստծո կամքը պետք է լինի եւ մենք պիտի կատարենք այդ կամքը։ Հասկանալի է, բայց դա մեզ կարող է վերածել պարզապես ծառաների կամ ստրուկների։ Աստված մեզ չի ստեղծել ստրկության կամ ծառայության համար։ Հավիտենականության հասնելու համար, հա, բացատրենք երեխեքին, որ այն Եկեք նախ մենք ընդունենք, մենք մեր համար մեր հավատքը հստակեցնենք այս պարզ առաջին հայացքից պարզ բառերով հələ երեխաներին որպեսզի տանք, մենք էլ պետք է կարողանանք ճիշտ ձևակերպել պատասխանները մեր։ Սա միայն երեխաների համար չէ, բայց ինչ պատասխաններ որ տվեցիք, անշուշտ այս բոլորը ճշմարիտ են, բայց մի քիչ ավելի ամփոփ ձևով ես կնախընտրեի ուրեմն երջանկություն բառը Կարինեի օգտագործած, հա, երջանիկ լինելու համար, հա, սիրել, երջանիկ լինել, Աստծո կամքը կատարել, հավիտենական կյանքը ժառանգել, բայց ամենի գագաթին գտնվում է երջանկությունը։ Նույնիսկ չարագործը ուզում է երջանիկ լինել։ Նույնիսկ թմրամոլը ուզում է երջանիկ լինել, համաձայն եք։ Այսինքն թմրանյութ օգտագործելիս նույնիսկ հարցեք ինչ օրինակ են բերում, ինքը երջանկության է ձգտում։ Ուրեմն առանց երջանկության Աստված չէր կարող մեզ պարզապես իր ծրագրի մեջ տեղավորել, այսպես ասեմ, հա։ Աստված մեզ ստեղծել է երջանկության համար եւ այլ հավիտենական երջանկության համար։ Եվ այդ երջանկության ձգտումը հենց ինքն է դրել մեր սրտերի մեջ։ Իհարկե։ Ուրեմն դու գոյություն ունես, որտեղ Աստված կամեցել է, որ դու լինես եւ ստեղծել է քեզ։ Ում պատճառը, որ մենք գոյություն ունենք, Աստծո կամքն է, մենք կամեցած ենք։ Սա շատ կարեւոր է հասկանալ, որ Աստված հենց մեզ յուրաքանչյուրից մեր ինքնությամբ, մեր անունով, մեր ձևով, մեր տեսակով կամեցել է։ Եվ մենք մեզանից յուրաքանչյուր եզակի է։ Աստված կամեցել է, որ դու ապրես իր ստեղծած գեղեցիկ աշխարհում եւ քո կյանքը երբեք վերջ չունենա։ Աստված ճանաչում է քեզ, սիրում է քեզ անսահմանորեն եւ ուզում է, որ դու երջանիկ լինես։ Ուրեմն պատճառը Աստված կամեցել է մեզ հենց այնպեսին, ինչպեսին մենք կանք եւ կամեցել է մեր հավիտենական երջանկությունը։ Լավ, մյուս հարցը, Աստված բայց ձեր մոտ պատասխանները երևում է ժողովուրդ։ Հա, Պատասխանները սպասեք տեսնեմ։ Չի Չէ, մի քիչ սլայդի մեջ։ Երևում։ Չէ, մյուս սլայդի մեջ կերևա, երբ որ միացնեք։ Աստված միշտ քեզ հետ է իր պահապան հրեշտակի միջոցով, դա է։ Հա, իսկ այս կողքը ձախ կամ աջ կողքը շարքը չի երևում։ Չէ, կան մանր է կոնկրետ ես Հա, մանր է ուղղակի, ես էլ փորձեմ տեսնեմ կրամ ամբողջ էկրանի վրա։ հաստատ չեմ տեսնի դրանք։ Կարող եք Տեր Հովսեփ աջ կողմի տեսեք ներքև։ Հələ, Էմալարի էկրանը բացեց։ Հա։ Հա, հասկացա։ Լավ։ Ուրեմն մի րոպե ներողություն։ Աստված միշտ քեզ հետ է իր պահապան հրեշտակի միջոցով։ Սա պարզապես նաև դրացում այդ պատասխանին, հա, որ այս ապահովության սիրված լինելու, կամեցած լինելու զգացումը մենք ունենանք։ Աղոթք իմ պահապան հրեշտակին։ Շատ գեղեցիկ մի աղոթք է, որ մեզ էլ պետք է գա եւ երեխաներին կարող սովորացնել, ով իմ բարի հրեշտակ, գիտեմ, որ դու շարունակ ինձ հետ ես
Սիրում ես ինձ, գուրգուրում և հսկում ես ինձ վրա, որ չշեղվեմ ճանապարհից, խրատում ես, որ բարին գործեմ և չարից հեռու մնամ։ Ով գիտի, որքան փորձանքներից ես ազատել ինձ։ Շնորհակալ եմ քեզ այդ բոլորի համար, բարի հրեշտակս, հատկապես քո այսօրվա օգնությունների համար։ Եվ հիմա քնելուց առաջ խնդրում եմ գեղեցիկ թևերը տարածիր ինձ վրա եւ մի թող որ չար ոգին ինձ վնասի, որպեսզի արթնանամ բարի տրամադրություններով եւ վաղվա օրը սկսեմ Աստծո սուրբ կամքի համաձայն նրա պատվիրանները անշեղ կատարելով։ Ամեն։ Աղջիկս էս աղոթքը անգիր գիտի, ինձ հետ միասին ասում է կողքից։ Եվ փոքր սովորացրել եմ։ Հավ, մյուս հարցը, ինչպես գիտենք, թե Աստված գոյություն ունի, որտեղից, ինչպես գիտենք, թե գոյություն ունի։ Առաջինը եկեղեցուց։ Իրեն գործերը տեսնելով։ Աստծո գործերից ենք հասկանում Աստծո գոյությունը, շատ հետաքրքիր պատասխան է։ Համաձայն եք այս պատասխանի հետ։ Այո։ Ես համաձայն եմ։ Մեր շուրջը դիտելով, Նույնն է, Աստծո գործերը նույնն է։ Էլ ուրիշ մեր պատասխաններ, գոյությունն արդեն իսկ Աստծո գոյության ապացույցն է։ որ մենք ապրում ենք, կյանք ունենք, դա փաստում է Աստծո գոյությունը։ Այո։ Լավ, բայց ուրիշ մեկն էլ կարող է ասել, որ մենք պատահական գոյություն ունենք, մեր գոյության սկիզբը մեր ծնողներից է, Աստված գոյություն չունի, կամ այլ մոլորակայիններ են մեզ այստեղ դրել երկրագնդի վրա, այսպեսի абսուրդ պատասխաններ, ինչպես կարող հակադարձել։ Լավ, եթե նույնիսկ այլ մոլորակայիններ կան, վերջը նրանք էլ են ստեղծվել, որտեղից։ Ինչի։ Դա մեր ուղեղի մեջ է հարցունե։ Ուրիշների ուղեղի մեջ ստեղծված բառը գոյություն չունի շատերի համար։ Լավ, եկեք պատասխան նայենք, ես իհարկե համամիտ եմ ձեր հետ, բայց մենք կարողանանք ցույց տալ Աստծո գոյության նշանները, հետքերը եւ դրա անբանական Քրիստոսը հենց մեկը։ Ինչ։ Քրիստոսը հենց Աստծո եղելության, արկայության ապացույցն է։ Ինչպես։ Հիսուս Քրիստոսը։ Ինչպես։ Որովհետև Քրիստոս հենց ինքն էլ Աստված է, բայց մարդու կերպարանք ստանալով Այդ մեզ համար, այդ քեզ համար, ինձ համար, բայց դու պատկերացրու որ գոյություն գործ ունես մի երեխայի հետ, որը տանը լսում է անընդհատ, ասենք աթեիստ պապի եւ տատի պնդումները, որ աշխարհը Աստված չի ստեղծել, այլ գոյություն է ունեցել սկիզբը առել ինչ-որ ֆիզիկական կենսաբանական։ Այդպիսի մարդու ես ունեցել եմ օրինակ կուրսեցի, երբ զրույց ենք ունեցել այդ թեմայով։ Օրինակ, անգամ եթե երբ ես ասել եմ, որ հրաշքների միջոցով մենք կարող ենք հասկանալ, զգալ, որ Աստված գոյություն ունի, այդպիսի մարդիկ միևնույն է չեն հավատում։ Ինքը անգամ ինձ ասեց մի անգամ, որ նոր կտակարանը սկզբից մինչև վերջ կարդացել է, բայց միևնույնն է ոչ մի բան իր մեջ չի արթնացել ու միևնույնն է չի սկսել հավատալ Աստծուն։ Դե հիմա ապացուցեք, որ Աստված գոյություն ունի։ Մի քանի ապացույց, փաստ ներկայացրեք։ Երեխոց համար։ Երեխայի համար, մեծի համար կապ չունի։ Այս պարագայում մեծացակ, որ չի հավատում Աստծո գոյությանը, երեխայի չի տարբերվում։ Ես կարծում եմ դա այսպես կարելի է բացատրել ժամանակի ընթացքում երբ որ նոր է ստեղծվել աշխարհը պատմում էին մեկը մյուսին բանի միջոցով պատմում էին իսկ հետո գրի առան եւ հետզհետե այդ փաստերի միջոցով ժողովուրդը գիտեր որ Աստված գոյություն ունի հետզհետե նախահայրերի միջոցով բան գրածը դա փաստ չէ ուզում եք գրել սպորնացին ուզում եք Ղուկաս Ավետարանի ով չի հավատում չի հավատում Ով չի հավատում, ասում է, որ Աստվածաշունչը ընդամենը որպես գեղարվեստական գիրք կարող է կարդալ օրինակի համար։ Մարդու խիղճն է։ Խիղճն էլ է իրականության մեջ հստակ վերջնական խոսքը խիղճինը չէ, որովհետև կարող են ասել, որ օրինակ մայաները եւ ացտեկները խիղճ չունեին, որ մարդ էին զոհաբերում զիկուրատների վրա։ Հրաշքներին էլ չեն հավատում, որովհետև ասում են հնարավոր է պատահականություն է կամ այսպես եղավ, որովհետև օրինակ բժիշկը լավ բուժեց եւ չեն ասում, որ Աստված գոյություն ունի, Աստծո մատը խառն է,
Լավ, եկեք շատ ժամանակ չծախսելու համար անցնենք պատասխանին։ Գիտենք, որ Աստված գոյություն ունի, որովհետև կարող ենք այդ մասին իմանալ նայելով ամբողջ աշխարհին եւ ինքներս մեզ։ Այս պատասխանը դուք տվեցիք։ Միակ ձևը մոտենալու Աստծո գոյության գաղափարին քիչ թե շատ, չեմ ասում ապացուցելու, որովհետև սա մի բան է, որ չես կարող փորձարական ձևով ապացուցել մեկին, ով ուզում է դա տեսնել զուտ փորձարական ձևով, այսինքն զգայարաններով, փորձառությամբ, շոշափելով եւ այլն, հենց աչքի առաջ չես կարող ապացուցել, բայց կարող ես մոտեցնել այս գաղափարին, երբ որ հրավիրում ես ուսումնասիրել աշխարհի կառուցվածքը։ Նայիր այս ամենին, արևը երկնքում, աստղերը գիշերվամուտ երկնքում, անտառները, լեռները, ծովերը, գետերը, մեծ ու փոքր կենդանիները, մարդիկ, բոլոր մարդցամաքներում, այս ամենը եւ բոլորին Աստված է ստեղծել։ Ինչու ենք այսպես մտածում, հա? Ինչու է, երեխան նայում է կամ մենք նայում ենք ամբողջ տիեզերքին, հա? Այս ամենը չէր կարող լինել պատահաբար, հասկանում ենք, այս պարզ ճշմարտություն։ Համաչափ գեղեցիկ շարժման մեջ է կանոնավոր ամեն ինչը, ով է այս շարժումը դրել, մեխանիզմի նման։ Այո, ինչ որ շատ իմաստուն մեկն է ստեղծել այս ամենը, նրան անվանում ենք Աստված։ Նա մեծ մաթեմատիկոս է, ճարտարապետ եւ նկարիչ։ Միայն այն, որ այսինքն ամեն ինչ հիմնված է թվաբանության վրա աշխարհում, այս երևացող արարչագործությունը, ատոմից սկսած եւ մոլեկուլյար կառուցվածքից սկսած ատոմների դասավորությունն անգամ երբ որ փոխվում է, չէ, քիմիական տարրերը փոխվում են։ Այսինքն նյութը իր էությունը փոխում է ատոմների դասավորությունից կամ քանակից։ Այս ամենը չէր կարող լինել պատահականության արդյունք։ Եվ բացի դրանից, նույնիսկ այսօրվա ժամանակակից ասենք, թեև դա 1930-ականների տեսություն է, մեծ պայթյունի տեսությունը, որ 1931 թվականին ուրեմն ինքը սկիզբ առավ, նախածին ատոմի տեսություն է կոչվում, հեղինակը բելգիացի կաթողիկե հոգևորական է այս տեսության, որը հետո ծաղրական ձևով այս տեսությանը սկսեցին ասել մեծ Big Bang, մեծ պայթյուն։ Այսինքն ինչի համար եմ սա ասում, այսօրվա նույնիսկ նյութապաշտների, մատերիալիստների այս տեսությունը, որ աշխարհը պայթյունի հետևանք է կամ արդյունք է, նույնիսկ սա ոչ թե ժխտում, այլ հաստատում է Աստծո գոյությունը, այսինքն որ ի սկզբանե մեկ այդ նախածին ատոմը, որը ընդարձակվել է եւ դարձել է մեծ տիեզերք, ստեղծել է այդ ատոմը։ Եվ ասում այս տեսության հեղինակը բելգիացի կաթողիկե հոգևորական մաթեմատիկոս է։ Լավ, անցնենք առաջ։ Կարող ենք ճանաչել Աստծուն։ Հնարավոր է ճանաչել Աստծուն։ Ինչպես, այսինքն։ С помощью разума, բայց տորի վերջ չէ։ Ինչ նորից կասես, Մարիա։ С помощью разума, բայց տորի վերջ չէ։ Դրա համար ես տորի վերջ կրնանային դիտարկված չերեմ։ Спасибо, այն շատ ճիշտ պատասխան տվեց, այսինքն կարող ենք ճանաչել մի որոշակի կետ կամ մի որոշակի չափով միայն, բայց ոչ ամբողջովին։ Եթե Աստված ինքը չհայտնի, առանց աստվածային հայտնության չենք կարող Աստծուն ճանաչել։ Մեր բանականության մեջ Աստված դրել է կարողությունը մեր մտքով որոշակի չափով իրեն ճանաչելու կամ գաղափար կազմելու իր մասին, բայց ինքը այնքան մեծ է մեզանից, չէ՞ որ մենք արած ենք ինքը արարիչ, այնքան մեծ է մեզանից, որ մեր մարդկային փոքրիկ ուղեղի մեջ չի կարող տեղավորվել իր մասին ամբողջ գաղափարը կամ ճանաչումը։ Դրա համար օգնության է գալիս ինչը Աստծո հայտնությունը։ Կարող ենք, բայց իր օգնությամբ։ Աշխարհը եւ ինքն իրեն ուսումնասիրելով մարդը կարող է միայն որոշ չափով ճանաչել Աստծուն, բայց Աստված օգնում է մարդուն եւ խոսում նրա հետ, պատմում է իր մասին։ Դա կոչվում է Աստծո հայտնություն։ Իսկ կարող եք ասել Աստծո հայտնությունը ինչպես է մեզ տրվել։ Աստվածաշնչով։ Աստվածաշնչի միջոցով։ Молодец։ 5 դագարան առհասարակ, նոր կդագարան, պատվիրանների, ամբողջ Աստվածաշունչը։ Վերջնական տեսքով ճիշտ է։ Լիակատար հայտնությունը եղավ Հիսուս Քրիստոսով։ Լիարժեք լիակատար Հիսուսով։ Շատ լավ, շատ լավ։
Իսկ եկեղեցու ավանդությունը կապ ունի սրա հետ, թե չէ։ Հայտնության հետ։ Իհարկե։ Ինչպես։ Ավանդությունը Աստվածաշնչինքի քայլում է պատմության ու տարերի միջոցով եւ օգնում է։ Եվ օգնում է հասկանալ Աստծո հայտնությունը, մեկնաբանում է Աստծո հայտնությունը։ Այսինքն մեկը մյուսից անբաժան են։ Աստված իր հայտնությունը, իր խոսքը տվել է որպես գանձ, պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար եկեղեցուն։ Իսկ եկեղեցին դա անում է իր սրբազան ավանդությամբ, այսինքն ավանդելով սերնդե սերունդ։ Սուրբ գիրքը եւ սրբազան ավանդությունը միասին են քայլում։ Ճիշտ է։ Ուրեմն Օգոստինոսի այս պատմությունը, չգիտեմ, գիտեք թե ոչ, պատմում են թե մի անգամ Սուրբ Օգոստինոսը 4-րդ տարի, 4-րդ եւ 5-րդ տարի սուրբերից է, քայլում էր ասում ծովափին եւ մտածում Աստծո մասին։ Մի երեխա փոս էր փորել, ասեմ որ Աստվածաբանը Սուրբ Օգոստինոսը կաթողիկի աստվածաբանության հիմնասյուներից մեկն է, Թոմա Ակվինացուց առաջ, ուրեմն ամենամեծ լատին, այսինքն արևմտյան հայր որպես աստվածաբան Օգոստինոսն է համարվում, որտեղ ինքը ձևակերպել է եկեղեցու դոգմաների հիմնական կարող ասել ողնաշարը։ Այս անձը նախքան իր քրիստոնյա դառնալը, նախքան դարձյալը եղել է մանիքեական կրոնի հետևորդ, իսկ աղանդավոր չէ, այլակրոն եւ շատ անբարո կյանքով է ապրել մինչեւ 30 տարեկան։ Նույնիսկ ուներ մի կին, որի հետ օրինական հարաբերություն չուներ, ապրում էր ուղղակի կենակցում էր, որից նաև զավակ ունեց։ Եվ շատ փառասեր հաճույքներին տրված մի ազնվորություն էր, բայց շատ խելացի, շատ կրթված որպես հռետոր եւ փիլիսոփա, եւ շատ ինքը ունի մի գիրք գրված, որ երևի ոմանք կարդացել են, խոստովանություններ է կոչվում, որտեղ պատմում է իր կյանքի մասին, իր կենսագրությունը, թե ինչպես է դարձի եկել, լսելով Աստծո խոսքից պատարիկներ Միլանի եկեղեցում, Սուրբ Ամբրոզիոս Միլանացու, որ իր ուսուցիչն էր, եկեղեցու սրբերից է, Ամբրոզիոսի խոսքերը, քարոզները լսել է եւ նաեւ ընթերցել է Սուրբ Գրքից հատվածներ, որոնք այնքան են ազդել իր ներաշխարհի վրա, որ սկսել է լրջորեն մտածել քրիստոնեության մասին։ Բայց ասեմ, որ մայրը Սրբուհի Մոնիկան քրիստոնյա էր արդեն, այսինքն Իրենից առաջ ինքը ծնվել է ուրեմն քրիստոնյա մորից եւ հեթանոս հորից։ Եվ Մոնիկան մշտապես աղոթում էր իր որդու դարձի գալու համար եւ մոր աղոթքներով եկեղեցու սրբույններից է Մոնիկան, որդին ի վերջո դարձի եկավ 30 տարեկանում եւ շատ արագ ձեռնադրվում է քահանա, քանի որ շատ կրթված է եւ արագ նաեւ եպիսկոպոս է ուրեմն դառնում։ Մի խոսքով Սուրբ Օգոստինոս շատ ուրեմն պատղաբեր, ասենք, կամ շատ արգասաբեր հեղինակ է, աստվածաբան է, ունի շատ գրքեր, եւ այս մեծ աստվածաբան ասում մի օր քայլում էր ծովափին եւ մտածում էր Աստծո մասին։ Մի երեխա փոս էր փորել ավազի մեջ եւ վազում էր դեպի ծովը եւ խխունջով ջուր բերում եւ լցնում այդ փոսի մեջ։ Ինչ ես անում, ասաց Օգոստինոսը։ Ես ուզում եմ ամբողջ ծովը լցնել այս փոսի մեջ, ասաց փոքրիկը։ Դա անհնարին է, ծառեց Սուրբը, ծովը չափազանց մեծ է։ Ճիշտ է, պատասխանեց փոքրիկը, դու էլ չես կարողանա մեծն Աստծուն տեղավորել քո փոքրիկ ուղեղում, Օգոստինոս։ Եվ Սուրբը հասկացավ, որ դա Աստծո հրեշտակ է։ Այս պատմությունը շատ տպավորիչ կարող է լինել երեխաների համար եւ գիտեք, որ երեխաները սիրում են պատմություններով հիշել, տեսարաններով։ Այսպեսով այս պատմությունը կարող օգտակար լինել հասկանալու որոշ ճշմարտություններ։ 5-րդ, կարող եմ խոսել Աստծո հետ։ Իհարկե, անպայման։ Ինչպես։ Աղոթքով։ Աղոթքով, աղոթքի մասին, այո։ Աստծո հետ կարող ենք կապվել, հաղորդակցվել, խոսել։ Այո, դու կարող ես խոսել Աստծո հետ, երբ կամենաս եւ որտեղ կամենաս, դա նշանակում է աղոթել։ Աստված լսում է քեզ եւ սպասում է, սպասում է, որ դու խոսես իր հետ։ Միայն դու չէ, որ փնտրում ես Աստծուն եւ ուզում ես խոսել նրա հետ, նա արդեն իսկ սպասում է քեզ եւ ուզում է լսել քեզ եւ խոսել քեզ հետ։
որովհետև շատ է սիրում քեզ։ Աստծո հետ կարող ես միշտ խոսել, աղոթելով Հայր մերը, ողջույն քեզ Մարիամը, կամ պարզապես քո բարերով ինչպես կուզես եւ երբ կուզես։ Բայց լավ է, որ միշտ հիշես նրա մասին։ Աստծո ձայնը կարող ես լսել քո սրտում, լռության մեջ եւ կարդալ նրա խոսքը Աստվածաշնչում։ Հավանում եք այս տեքստերը, ձևակերպումները լավ են, պարզ են։ Այո, Եթե անհասկանալի բան կա, ասեք առանձին բացատրեք։ Շատ լավ են։ Ես հավանում եմ, օրինակ համար մի քիչ զգացի, որ կարելի է մանուկների լեզուն ինչպես պետք է, ինչ ձևով պետք է խոսվի մանուկների հետ։ Իրականում մեծահասակները սիրում են պարզ խոսք, պարզ լեզու, չէ՞։ Ինչքան պարզ գրված լինի, ասում են, ամենաբարդը հարթ բաները պարզ ձևով բացատրելն է։ Ցանկացած բան հասկանալու համար, որպեսզի իրենք հասկանան, սկզբից հարցը պետք է իրենց մեջ առաջանա։ Իսկ այստեղ այդ հարցերն այնքան պարզ են, որ սկզբից հարցը որ հնչում է, արդեն մտածում են։ Հետաքրքիր է, շատ։ Շատ լավ, մի գեղեցիկ աղոթք, սա Սամոս 22-ից եմ դրել այստեղ։ Տերն իմ հովիվն է, եւ ինձ ոչինչ չի պակասի։ Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Նա կենթանացրեց ինձ հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով։ Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու Տեր ինձ հետ ես։ Սա շատ նշանավոր գեղեցիկ սաղմոս է, 22-րդ սաղմոսը։ Որոշ աստվածաշնչերում 21 կարող է լինել թվագրում, բայց մեր հայկական աստվածաշնչում 22 է։ Մենք մեզ համար օգտակար է շատ է սաղմոս, կարող ենք էլ աղոթել։ Որպես երգել շատ լավն է։ Շարական որպես։ Այո, քույրերն են շատ սիրում երգել, մեր անհրաժեշտության քույրերը։ Մենք պատարագի վերջում ենք երգում, շատ հավանում եմ։ Եվս մեկ աղոթք կա այստեղ, ըստ ընտրության, եթե կուզեն սա էլ սովորեն։ Տեր, փնտրեցիր ինձ եւ ճանաչեցիր ինձ, դու ճանաչեցիր իմ նիստ ու կացը։ Շատ ու շատ առաջ հասկացար իմ խորհուրդները։ Դու տեսար իմ քայլելն ու պարկելը, իմ բոլոր ճանապարհները բաց են քո առջև։ Դու ճանաչեցիր իմ հոգին, քո աչքերը տեսան իմ բոլոր գործերը, դրանք բոլորը գրված էին քո գրքում։ Սա էլ օգնում է հասկանալ այն միտքը, որ ասում ենք, թե Աստված ճանաչում է յուրաքանչյուրիս եւ կամեցել է մեզ։ Այս սամոս տողերը օգնում են դա հասկանալ ավելի լավ։ Ինչ է նշանակում հավատում եմ Աստծուն, դե պատասխանեք։ Ապրել ըստ նրա կամքի։ Ըստ Եզայրաբանով է, առաջին դեմքով է հարցը, հələ առաջին դեմքով փորձեք պատասխանել, անձնական ձևով։ Այսինքն քո գոյությունը ընդունում եմ անվիճելի կերպով։ Անվիճելի կերպով ընդունում եմ Աստծո գոյությունը։ Ուրիշ ինչ պատասխաններ կան։ Ես մտածում եմ, որ քո կյանքում ինչ տեղի ունենում, իրենով է տեղի ունենում, հա, ու առանց իրա չի իրականանա որևէ բան, ինչ որ նպատակադրված է, այսպես ասած, ու առանց իր, հա, հովանավորության չի իրականանալու։ Ես էլ մտածում եմ, որ քո կյանքում ինչ որ իրավիճակ որ տեղի ունենա, պետք է վստահես Աստծուն եւ քո ներքին խաղաղությունը զգաս Աստծո միջոցով։ Այդքան բանը որ եղեքին ասեք, ոչ մի բան չեն հասկանա, պարզ պետք է ասել։ Նշանակում է հավատք ունես առ Աստված, առանձին մարդը յուրաքանչյուր ունի հավատք առ Աստված։ Այդ ասացի նույն բանը, ինչ որ գրված է հարցի մեջ։ Հավատք բառերը տարբեր են, ես հավատքն եմ առանձնացնում Տեր Հովսեփ այդ մասում։ Ինչ տարբերություն կա Ալբինե ջան։ Կարելի է օրինակ բերել խոսքին կամ Եվային, որ եթե Աստծուն անգաչ տար, ինչը ուրիշ ձևի կարող էր ամեն ինչ լինել, կամ Մովսեսին, որ Աստված մի բան ուզեց,
Այսինքն վստահել, հա, ավելի բարձ է թե ասենք վստահենք Աստծո խոսքերին նաև։ Անայտ ասեց վստահ եմ, որ Աստված գոյություն ունի, հա, այդպես չէ, անայտ, այդպես ասացիք։ Համոզված եմ, որ դու կաս Տեր Աստծո գոյությանը, եւ երկրորդը կարող ենք ասել, դու կաս։ ահա, եւ երկրորդը կարող ենք ասել վստահել Աստծուն, նաև Աստծո խոսքերին։ Գոյություն ուրիշ բան է, խոսքերն ուրիշ բան։ Ես նաև բան կանեի, կավելացնեի, որ ինչ է նշանակում հավատում եմ Աստծուն, ճանաչել նրան ճանաչելն է հիմնական գրավականը հավատալ Աստծուն, որ դա սկիզբն է, ես կասեի, որտեղ առանց ճանաչելու հնարավոր չէ հավատալ կամ վստահել ցանկացած ինչ որ մեկի, անկախ Աստվածը թե մարդը դրած, նախ դե ճանաչենք, դեպից է սկսում ամեն ինչ։ Շնորհակալություն։ Հավատում եմ Աստծուն նշանակում է ամբողջովին վստահում եմ նրան, ով ամենաշատն է սիրում ինձ։ Ես ընդունում եմ այն ամենը, ինչ Աստված հայտնում է իր մասին։ Ես ջանում եմ անել այն, ինչ ինքն ասում է ինձ։ Ուրեմն վստահության մասին է խոսքը։ Գոյության մասին գաղափարն էլ Անահիտի ես կարող եմ ավելացնել անշուշտ, որտեղ դա էլ մտնում է հավատալու մեջ։ Այո, հա, լսում եմ, ինչ եք ասում։ Ձեր մոտ լսվում է։ Ոչ, իմ մոտ էլ ցած։ Ոչ, իմ մոտ էլ չի լսվում։ Երևի Տեր Հովսեփի ինտերնետից է։ Տեր Հովսեփ, ձեր ձայնը անջատած է։ Հա, ինտերնետից է եւ իմ ինտերնետը թուլացավ, այս բանը դրա համար ներողություն եմ խնդրում։ Ես նորից միացնեմ։ Ուրեմն հավատալ տեսնում եք, հա, էկրանը կիսված է, տեսնում եք։ Բացվեց, հա։ Հա։ Ուրեմն հավատալ Աստծուն նաև նշանակում է ապահով զգալ Աստծո հետ, զգալ, որ Աստված սիրում է մեզ։ Կարիք չկա, որ վախենանք։ Աստծո հետ միասին մենք կարող ենք դրսևորել մեր մեջ ունեցած լավագույնը։ Համաձայն եք։ Այո։ Լավ։ Հավատքը նաև փրկում է։ Կարող ենք ընթերցել աստվածաշնչյան հատվածներ, որտեղ Հիսուսը բուժում է հիվանդներին։ Բուժումների պատմությունները երկու այստեղ հատված նշված է Մատթեոս 9:22 եւ Ղուկաս 18:42, որտեղ միշտ Հիսուս ասում է գնա քո հավատքը քեզ փրկեց։ Առաջինը կնոջ բուժում է, երկրորդը կույր մարդու տեսողության բուժումն է։ Այս պատմությունները կարելի է կարդալ հենց սուրբ գրքից, որտեղ հաճախ միայն մանկական աստվածաշունչն են կարդում, բայց այդ ավետարանական պատմությունները մանավանդ Մատթեոս եւ Ղուկաս այնքան պարզ լեզվով են գրված, մատչելի Հիսուսի խոսքերը, որ այդ տարիքի երեխայի համար ավելի լավ է կարծում հենց սուրբ գրքից կարդալ, կտպավորվի իր մեջ, քան թե մանկական այդ վերաշարադրանքներից, աստվածաշնչերից, որոնք միշտ չէ որ հաջող են։ Միթե ազատ չենք հավատալու այն ամենին, ինչ ուզում ենք։ Այսպեսի մի հարց կարող է տալ ցանկացած երեխա կամ մարդ։ Ազատ ենք։ Ազատ Աստված մարդուն տվել է ազատություն եւ ընտրելու հնարավորություն։ Այս հարցը Բայց ամեն ինչին կարող ենք հավատալ, ամեն ինչին կարող ենք հավատալ, ասենք մի, չգիտեմ, բախտագուշակի կարող ենք հավատալ։
Եթե հավատում ենք Աստծուն, հետևաբար չենք հավատա այդ աստղագուշակներին եւ այլ գուշակներին։ Բայց Աստված մեզ չի ստիպում հավատալ իրեն։ Ինքը մեզ մեր կամքի մեջ ազատություն է տվել։ Մենք ինքներս ենք որոշում հավատալ իրեն, թե ուրիշ բաների։ Այսինքն ազատ ենք ամեն ինչին հավատալու, բայց ցանկացած այլ բանի, եթե վստահում ենք Աստծուց բացի, մեզ կարող է տանել փակուղի, չէ՞։ Մեզ կարող է տանել դեպի մեղք, դեպի սխալ որոշումներ։ Իհարկե։ Այո, ազատ ենք, բայց ոչինչ չի կարող մեզ տալ այն ամեն ինչ տալիս է Քրիստոսի հանդեպ հավատքը։ Քրիստոնյաները չեն հորինում իրենց հավատքը, նրանք վստահում են Հիսուս Քրիստոսին։ Նա մեզ բերել է ճշմարտությունը Աստծուց։ Այն կարելի է գտնել Աստվածաշնչի մեջ եւ եկեղեցու կենդանի ավանդության մեջ։ Ուրեմն մեր հավատքը հորինված չէ, այսինքն մենք մեզանից չէ որ դա ստեղծել ենք կամ մշակույթի արդյունք չէ, զուտ մարդաստեղծ մի երևույթ չէ քրիստոնեությունը եւ մեր հավատքը, այլ Քրիստոսից մեզ ավանդված մի հարստություն է եւ ճշմարտություն, որը նա մեզ տվել է Աստծուց, Հայրը Աստծուց բերել է մեզ, հայտնել է մեզ, որը կարդում ենք Սուրբ գրքի մեջ եւ եկեղեցու ավանդության մեջ։ Ինչպես է մեզ փոխանցվում Աստծո մասին գիտելիքը։ Աստվածաշնչի միջոցով։ Էլ Սուրբ հայրերի միջոցով, Արաքյանների միջոցով նախապես տարածվել ամբողջ աշխարհով, հետո նաև եկեղեցու հայրերի միջոցով։ Ճիշտ է, առաքյալներ, առաքելական հաջորդականություն, առաքյալներ են ցերտին եպիսկոպոսներին, սուրբ հայրերին, շատ լավ, իսկ այս նկարը ինչ է հուշում այս սրբապատկերը։ Սուրբ հայրերը հասկացանք, էլ սրբերի հավատամքը ինչպես է գրվել, ստեղծվել։ Եկեք պատարագի ժամանակ որ աղոթում ենք, հավատամքի մի Աստվածի հայրենական։ Ինչ? Նիկեայի տիեզերական ժողովին է ձևակերպել։ Շնորհակալություն։ Տիեզերական ժողովների ժամանակ է հավատքը ձևակերպվում, որպեսզի հստակ լինի մարդկանց համար, տիեզերական ժողովների ժամանակ, մեկյան սկիզբն է։ Եվ ժողովներով փոխանցվում է նաև մեզ այս գիտելիքները, ինչպես պետք է հավատալ։ Աստծո մասին գիտելիքը մեզ փոխանցվում է Աստվածաշնչի եկեղեցու ավանդության միջոցով։ Հենց սկզբից Աստծո ժողովուրդը Աստծո մասին իրենց գիտելիքները փոխանցել է պատմություններ պատմելով, որոնք գրվել են Աստվածաշնչում, օգտագործվել ծիսական աղոթքներում, հռչակվել ժողովներում եւ սուրբ հայրերի կողմից։ Պատմություններ, Սուրբ գրքի պատմությունները, որոնք միշտ հիշվող են, եւ իհարկե հռչակվել կամ բանաձևվել են դոգմաների մեջ ժողովների կողմից։ Նաև տոների միջոցով։ Տոների միջոցով տոները կարող ենք ասել, որ օգնել են դոգմատիկ ձևակերպումներին, որովհետեւ տոներն էլ հիմնված են հայրերի ուսմունքի վրա։ Այսինքն մարդիկ չէին կարող տոնի ժամանակ պարզապես մտածել, որ հորինել, ասենք, ինչ որ մի սրբի տոն կամ ընդհանրենք տոնել սուրբ երրորդությունը առանց ունենալու սուրբ երրորդության ընկալումը կամ ձևակերպումը, ինչպես տվել են սուրբ հայրերը։ Բայց օրինակ աստվածամոր վերափոխման դոգման ենթադրենք, կամ անարաթողության մասին դոգման, որոնք 19-20-րդ դարերում են հռչակվել, պապական փաստաթղթերը երբ որ կարդում են, գրված է, որ ընդհանուր եկեղեցու ավանդության մեջ եղել է այս դոգմաների մասին ընկալումը, օրինակ աստվածամոր վերափոխումը։ Եվ նաև, քանի որ տոնել են տարբեր եկեղեցական համայնքներ մշտապես, ժողովուրդը հավատացել է, տոնը ինչ է, ժողովրդի հավատքի արտահայտությունն է կամ հավատքի տոնակատարությունն է, հավատքի օբյեկտների տոնակատարությունն է, որը վկայում է հավատքի մասին։ Եվ դա
օգնել է, որպեսզի որոշ դոգմաներ վերջնական ձևով հաստատվեն եկեղեցում։ Օրինակ, ասացամ, որ վերափոխում, որ շատ ուշ է հաստատվել։ Լավ, հավատքի վկայությունները եւս կարևոր են։ Հաճախ մեր ծնողները, այստեղ երկու հատ եղել մեր բառը, մեր ծնողները, պապիկներն ու տատիկներն են փոխանցում մեզ հավատքը, Աստծո մասին գիտելիքները, սովորեցնում են աղոթել։ Երբեմն նաև մեր ընկերներն են պատմում մեզ, թե ինչպես են իրենք գտել Աստծուն, ինչ են զգում հավատք ասելիս, ինչպես են աղոթում։ Սա կոչվում է հավատքի վկայություն։ Այս այլ կարևոր է, որ կենդանի վկայությունը մարդկային հարաբերությունների համատեքստում, այսինքն իրար հետ շփում ընկերները, տատիկ, պապիկ, մանավանդ, ծնողների կողմից փոխանցումն էլ կարևոր է, որ մենք գնահատենք սա։ Եվ սա նաև մեզ պարտավորեցնում է փոխանցել հավատքը մեր հաջորդ ծերուններին։ Բացի երևաց չէ նորից էկրանը։ Այո։ Երևում է։ Հա։ Ահա։ Ինչու են մարդիկ ասում, թե չեն կարողանում հավատալ Աստծուն։ Ոմանք, այսինքն անհավատներ ենթադրենք, հա, որովհետև շրջապատում էլ շատ են։ Մի պարզ պատասխան տվեք, ինչու չեն կարողանում հավատալ Աստծուն։ Առաջի հերթին իրենց ձեռնտուտ չէ հավատալ իրանց գործերից ելնելով։ Այսինքն Մարդը բացի այն, որ Աստծուն ճանաչում է, հավատում է կամ չի հավատում, ունի նաև ներքին չէ խիղճ Աստծու կողմից տրված խիղճը։ Եվ այդ խիղճը շատ հաճախ, երբ որ իրեն տանջում է կամ չի տանջում, բայց գիտե, որ խիղճը մաքուր չէ, հետևաբար գործերն էլ արտարացված չեն, եւ մաքուր չէ մի խոսքով իր նկարագիրը ու ձեռնտու չէ։ Ես համամիտ եմ ձեր հետ ամբողջությամբ, բայց մի պայմանով, որ իսկապես խղճությունություն կատարեն։ Ինձ թվում է խղճությունություն չեն կատարում։ Փորձությունները հետո շատ են խանգարում մարդուն, որ երկմտանգի մեջ ընկնի։ Համամիտ եմ։ Բայց փորձությունները մեր հավատը ավելի կոփում են։ Հետո մանավանդ այսօրվա աշխարհը շատ մարդուն տանում է այն հագմանը, որ մեղքը, չարիքը շատ են տարածված, արտարությունը շատ քիչ է, դա էլ հավատի ու վստահության պակաս է մարդու մոտ առաջացնում։ Ճիշտ է, համամիտ եմ։ Եկեք նայենք պատասխանը։ Չարը ստում է մարդկանց եւ փակում նրանց սրտերը, որ չճանաչեն Աստծուն։ Որոշ մարդիկ դեռ չեն լսել Աստծո մասին։ Որոշներն էլ սխալ կարծիք ունեն Աստծո մասին եւ այդ պատճառով չեն կարողանում հավատալ նրան։ Ոմանք ունեն վատ փորձառություններ, որոնք խանգարում են նրանց հավատալ Աստծուն։ Բայց միևնույն է, Աստված սիրում է բոլորին եւ ուզում է, որ բոլորս գտնենք իրեն։ Ուրեմն դեռ չեն լսել Աստծո մասին, ոմանք սխալ կարծիք ունեն, ոմանք, ինչպես նոր ասեցիք, վատ փորձառություն ունեն, ասենք անարդարություն են տեսել եւ այլն։ Եվ դա խանգարում է նրանց հավատալ, բայց Աստված սպասում է բոլորին։ Մեկ այլ մեկնաբանություն։ Երբեմն Աստված թակում է ինչ-որ մեկի սրտի դուռը, բայց մարդը չի հասկանում, որ Աստված է եւ ուզում է խոսել իր հետ, երջանկություն պարգևել։ Ոմանք տարիներ անց կամ ծեր տարիքում են գտնում Աստծո հանդեպ հավատքը եւ սովորում են աղոթել։ Երբեք չի կարելի մտածել, որ ուշ է Աստծուն հավատալու համար։ Համաձայն եք։ Ինչ ասացիք, երբեք ինչ։ Երբեք չի կարելի մտածել, որ ուշ է Աստծուն հավատալու համար։ Չէ, երբեք, նույնիսկ օր ծերության կամ վերջին օրը երբեք չի կարելի այդ մասին կասկածել, երբեք ուշ չէ։ Մի բան պիտի պատմեմ շատ կարճ, մենք չգիտեմ որքան էր թե վարդապետներ պատերազմի ժամանակ բացատրեց, որ եթե մի մեղավոր մարդ է գալիս եկեղեցի, ապա մի զարմացեք, նա որ տարիքում լինի, կարող է գալ, հավատալ, փոխվել եւ Աստծուն հավատալ։
Ինչ է Աստվածաշունչը։ Այստեղ մի քանի այս Աստծո հարցին խոսքը։ պատասխանենք ու վերջացնենք։ Աստծո խոսքը։ Կերի ամբողջություն։ Աստծո կողմից Ում- ներշնչ։ Աստծո կողմից ներշնչված գրքերի ամբողջություն։ Հին ու նոր կտակարաններով։ Վկայություն Հեղինակն ով Աստծո է։ գոյության մասին։ Ճիշտ է։ Աստծո Պատասխանը պատասխանը։ ճիշտ են, այո։ Ով է Շնչով հեղինակը ծնված, Աստվածաշնչի։ թոկով ներշնչված, Տեր Հովսեփ։ Կաներ կարելի Իսկ ասել եթե ասենք ով է հեղինակը Աստվածաշնչի, ինչ պատասխան։ Աստված ինձ։ Ոչ, Աստված չէ, մարդ եւ Աստված։ Մենակ Աստված չի եղնակ այստեղ Շնչանքով մարդկանց ձեռքով գրված։ Փոքր միջնորդությամբ երևի։ Երկու հեղինակ, այո, բայց առաջնային հեղինակը մնում է միշտ Աստված։ Որտեղ խոսքի ի սկզբանե Աստծուց է այդ խոսքը, Աստծո խոսքն է։ Գրի առնված մարդկանց կողմից, մարդկային մտածողության համաձայն, մարդկային լեզվի եւ մշակույթի համատեքստում, մարդկային պատկերացումների շրջանակներում, բայց թելադրված է, ներշնչված է, ուղղորդված է Աստծո կողմից։ Այսինքն առաջնային հեղինակն Աստված է։ Երկրորդ հեղինակը, այդպես ասենք, մարդն է։ Աստվածաշունչն Աստծո խոսքն է։ Մարդու ձեռքով գրված։ Աստվածաշունչն աշխարհի ամենակարևոր գիրքն է։ Դրա մեջ գրված են բաներ, որոնք Աստված հայտնել է իր մասին։ Աստվածաշունչը հայտնում է մեզ, թե ինչքան շատ է Աստված մեզ սիրում։ Աստվածաշունչի բառերով Աստված ուղղակի խոսում է մեզ հետ։ Սա էլ կարևոր է ընդունել ու հասկացնել նաև երեխաները, որ Աստվածաշունչի բառերով Աստված խոսում է մեզ հետ։ Հաճախ ասում են Աստված ուր է, ինչի չի խոսում։ Լուր է Աստված, բայց Աստված լուր չէ։ Եվ միշտ խոսում է եւ նույնիսկ այն խոսքը, որ մենք միշտ կարդում ենք նույն ձևով գրված, ամեն անգամ տարբեր ձևով կարող ենք ընկալել։ Ես էլ կարդանք ու վերջացնենք։ Ֆրանցիսկոս Պապն ասում է մեզ. ինչքան լավ կլիներ, եթե Աստվածաշունչին վերաբերվեինք այնպես, ինչպես վերաբերվում ենք մեր հեռախոսներին։ Եթե տուն վերադառնայինք վերցնելու այն, երբ մոռանում ենք, եթե օրվա մեջ մի քանի անգամ մեր ձեռքն առնեինք այն, եթե Աստվածաշունչում Աստծո նամակները կարդայինք այնպես, ինչպես կարդում ենք հաղորդագրությունները հեռախոսի մեջ։ Համաձայն եք։ Այո։ Այո, շատ գեղեցիկ էր։ Մնաց 4 հատ կարող է սա վերջացնենք մի անգամից այս թեման։ Արդյոք ամեն ինչ որ գրված է Աստվածաշունչում ճշմարիտ է, չէ՞ լավ, սա մի քիչ բարդ թեմա է, որ մենք շարունակենք այստեղից, հա, հաջորդ 3 շաբթի օրը շարունակենք այստեղից։ Ես որ շարքը որ վերջացնեմ, ուրեմն կուղարկեմ ձեզ կամ կդնեմ խմբում, որ դուք նաև ներբեռնեք, ձեր մոտ ունենաք, միշտ նայեք ու կարող եք երեխաների հետ պարապել։ Շատ շնորհակալություն Տեր Հովսեփ։ Շնորհակալ ենք։ Բայց արդեն հարցն եմ։ Ասենք բարձր տարիքի երեխաների հետ այդ շարունակություն ունի, թե սա միայն բան է, ասենք տարականների համար է այս գիրքը գրված, թե հետո պետք է պատրաստում ենք, Կարինե ջան, պատրաստում ենք։ Հիմա սա կարողանանք այս տարի հրատարակել որպես գիրք, հիմա այս PowerPoint-ը, այս սլայդները կա։ Սա կարող եք պրոյեկտորով համակարգիչով բոլոր տեղերում ցույց տալ, հա, գյուղերում կամ քաղաքներում։ Բարդություն ունենք, դա պիտի համ էլ թարգմանենք ռուսերեն, որպեսզի հայերենը կարդալուց համ էլ ռուսերենը բանանենք, թարգմանենք, որ դա ուրիշ խնդիր է արդեն։ Այդտեղ ռուսերենը ձեզ պետք կամ այդտեղ պետք է նայեք, թե ինչպես կարող եք ճարել ռուսերեն գրքեր, գրականություն, բայց այս հայերենը կարելի է օգտագործել նրանց համար, ովքեր հայերեն խոսում հասկանում են երեխաները։ Լավ է, շատ հետաքրքիր։ Ընդհանրապես համակարգիչ եւ պրոյեկտ։ Արդեն բոլորս դուրս են գալիս, հա, եթե ուրիշ հարց չկա։ Շնորհակալություն, նորից շնորհավոր Սերժ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն Աստված օրհնի բոլորի։ Շատ շնորհակալ ենք Տեր Հովսեփ։ Մյուս երեքշաբթի 8:30։ Ստեսություն։ Ստեսություն, բարի գիշեր։ Բարի գիշեր։